մի հատ գիծ տրորելու համար ինչքան մարդ է այսօր դու գանված հաշիվներ եք արգելանքի տակ տարբեր խնդիրների առաջ կանգնած ինչու պետք է մարդը գազես դիմի որ դուք ազատ եք վճարումից հետո ինչու ինքը պետք է գա դիմի թող դեր էլեկտրոնային համակարգը ոնց որ էլեկտրոնային սարեցնում է այդ ձևով էլ վճարից հետո էլեկտրոնային ապա սարեցնի ստեղ է խնդրեմ համակարգը եւ նույն ձևաչափով աշխատում ինչպես առաջինն է կատարում այնպես էլ ապա արգելադրում է եւ ձեր գործընկերոջ մասով ես հրավիրել եմ իրեն պլան ես էլ ձեզ հավաստիացնում որ որևէ խնդիր այդ վարույթով չի այդպես։ Ես շնորհակալ եմ։ Կարող ենք վարույթ մեզ հավաստիացնելու համար արձանագրեն, որ զրույցը ունեցել։ Հա, մենք հենց այնպես չենք եկել։ Մենք ժողովրդի բողոքն ենք բերել այստեղ, որ մենք գիտենք որ մարդիկ տարապում են այս մանրի ձեռը, ու մենք ես անկեղծ ասեմ, ես երբեք պոպուլիզմով աշինգած մարդ չեմ։ Մենք պոպուլիզմով չենք զբաղվել։ Մենք ասում ենք, այստեղ կա խնդրեմ, այս խնդրեմը պետք է լուծել, այսքան։ Գեղեցիկ տեքստերով չի։ Եկեք պարզ խոսենք։ Հա։ Բայց ձեր կատարումն ապահովող ծառայությունը, այն ծառայությունը չէ, որ քաղաքացիները մշտապես գով լինեն, որովհետև ուզենք տեղ հասանք, որովհետև ուզենք թե չուզենք, այս ծառայությունը զբաղված է դատական ակտերի կատարումով, եւ այդ դատական ակտերը ենթադրում են քաղաքացու բույսի բռնաբանձ են շատ դեպքերում։ Հիմա դուք ուզում եք ասել, որ տուգանքները դատական ակտեր են։ Դուք դատական վերահսկողություն չունեք տուգանքների համար, դուք ուղիղ մարդկանց վարչական իրավախնդիրների այո, ժամանակին դրանք դատական ակտեր էին։ Հիմա առանց դատական վերահսկողության մարդկանց պետությունը, մարդկանց գրպանները դատական վարչարություն իրականացնել, վարչական մարմինները տուգանքներ չկիրառեն, վարչական ակտեր չկիրառեն։ Ուրա մարդու շահերը պաշտպանող հսկողությունը, իմ շահերը որ պետքա առանց դատական վերահսկողության ինձ տուգանեն ու իմ հաշիվների վրա կալանք դնեն։ Ես ենթադրում եմ, որ դատարանների ծանրաբեռնվածությունից էլ կբողոքեք իրավացիորեն։ Արդեն երեք ԲԴԽ-ի մոտ էինք բողոքել։ Այո, եւ հետեւաբար պետքա կողմնորոշվենք ինչից ենք բողոքել։